Տիկին Ազարյան, դուք մի տարի էլ չկա, որ ազգային ժողովի падգամավոր եք, հետաքրքիր է ինչի հետ դեռ չեք համակերպվել, ինչն է ձեզ ամենաշատը ներվայնացնում դեռ։ Ոյ, անսպասելի հարց էր սկզբի համար, Մհեր, փորձեմ հենց այս պահին իրականում հասկանալ ինչն է, որ ինձ նյարդայնացնում է, երևի հաճախ այնինչ իրականությունից շատ դուրս է, առնվազն չի տեղավորվում իրականության տրամաբանության մեջ հաճախ լսել այս պատերից ներս, հատկապես լիագումար նիստերի դալճում, երբ լսում ենք շատ հաճախ մտքեր, որոնք իրականության հետ աղերս չունեն, երևի թերևս ամենաշատը դա ինձ նյարդայնացնում։ Իսկ ո՞նց է։ Աշխատանքի մեջ շատ կարելի ասել հաշտ եմ առաջին հերթին ինքս իմ հետ, կարծում եմ սա շատ կարևոր բաղադրիչ է, նախ այնտեղ որտեղ գտնվում ես եւ ես մշտապես իմ գործընկերներին հիմա ես կարծում եմ լսելուց շատերը կհիշեն հետեւյալ միտքը, երբ բոլորին խորհուրդ էի տալիս իմ հետ աշխատող իմ գոլեգաներին նախկինում, հիմա էլ առաջարկում էի, հորդորում էի առավոտյան արթնանալ եւ գնալ այնտեղ, որտեղ սիրով կգնաս, որովհետեւ երբ գնում ես միտեղ, որտեղ առնվազն չես ուզում գնալ, ոտքերը մի կերպ են տանում, այնտեղ հավելյալ արժեք ստեղծելու հնարավորությունը գրեթե 0 է հավասար, հնարավոր չէ գեներացնել հավելյալ արդյունք այնտեղ, որտեղ չսիրելով ես գնում։ Այսինքն այս շենք սիրով եք գալի։ Գիտեք ինչքան եմ լսել, նաև նույնիսկ ձեր գործընկերներից, որ ազգային ժողովի տարածքը մի տեսակ մի քիչ ծանր աուրա ունի, ու մարդիկ կան, որ դա կապում են նրա հետ, որ առաջ այս տարածքում նաև եղել է գերեզմանատուն, լսել եք դրա մասին։ Լսել եմ, իհարկե լսել եմ։ Ձեր մոտ կա այդ տպավորությունը։ Չեմ ունեցել։ Առաջին օրվանից սկսած, կարծում եմ նաև հիմք է հանդիսացել այն սպասումը եւ այն գիտակցումը շատ հստակ ընդգծված, թե ես ինչ եմ ուզում, եւ ես գիտեի ինչ եմ ուզում, եւ ես գնում էի դրա ետևից, դա օրենսդիրում հայտնվելն էր, եւ թե ինչպես հայտնվեցի, կարծում դեռ առիթ կունենանք այդ մասին զրուցել։ Ինձ ճանապարհին ինձ էլ հետաքրքիր, դեռ կզրուցենք, ձեր սենյակի հետ կապված 10 պատվիրաններն են ձեր պատին։ Ոնց է լինի բոլորս ինչ որ մեկը խախտում ենք, ամենաշատը երևի մի ստիժն է, էլի։ Վերջ անգամ երբեք ստե ինչ առիթով։ Աղջկաս անմիջապես հիշեցի, որ աղջկաս եմ ստել եւ արդեն կարելի ասել այն տարիքում է շատ գիտակից մի փոքր շատ ավելի հասուն, քան իր տարիքին բնորոշ հասունություն պիտի ունենար, երբ համեմատականներ եմ տանում իր հասակակիցների հետ, ինչը նկատելի է նաև կողքի աչքով, սա խիստ սուբյեկտիվ չի, այնինչ ասում եմ ծնողի աչքով, խնդրել էր ինձանից X բանը, որը ես շատ երկար ժամանակ ասում էի, այսօր վաղ հայավարի, այսպես ասած, եւ երեք մենք կարելի ասել արդեն կոնֆլիկտ ունեցանք իրար հետ, որ նա հիշեց եւ արդարացի իրականում, հիշեցրեց, որ ես այդպես էլ չեմ արել իր ասածը եւ եկալ անունը կարող ենք շատ հստակ դնել, ստել եմ եւ չեմ արել։ Բայց ինչը կշտկեմ։ Ինձ թվաց այն օգուտ տվող ստերից ա եղել, որ ավելի լավ ստեմ, բայց խուսափողական է եղել, ավելի շուտ բան, որ կարելի էր անել, բայց չեմ արել, զուտ ծանրաբեռնվածության պատճառով, ինչը կշտկեմ։ Իսկ այդ առումով դուք որպես падգամավոր նաև ընդունում եք, որ պետքա լինի, կարող է լինի ինչ-որ իրավիճակ, որ պետքա այնքան էլ ճիշտ չխոսակ, բայց դա բոլորի համար ավելի լավ է։ Մհեր, գիտեք, այս դեպքում կարող ենք բառը մի փոքր տրանսֆորմացնել։ Այո, ասեք, ձեր տարբերակը։ Ոչ թե կարող ենք ասել ստել իրավիճակից մաքսիմալ շահեկան դիրքերով դուրս գալու համար, ելքը որպեսզի շահեկան լինի, առնվազն ինձ համար, այս դեպքում կարող եմ ես խուսափողական պատասխան տալ։ Ոչ թե ստել, ստիպված չստել, բայց ինչ որտեղ լղոզել պատասխանը, ինչ որտեղ խուսափողական լինի պատասխանը, այսինքն ոչ հա, ոչ էլ չէ։ Այս տրամաբանություն, բայց ոչ էլ ստել։ Ձեզնից հեշտ է հասկանալ անկեղծ եք թե չէ։ Շատ։ Հա? Շատ, եւ դա հաճախ եմ լսում եւ այստեղ էլ շատ ինտուիտիվ միանգամից հիշեցի, երբ փոքր դպրոցահասակ տարիքում, երբ տուն էի գալիս եւ դպրոցում որևէ իրադարձություն ուզում էի քողարկել, չասել մայրիկիս,
անմիջապես եւ նա իմ հայացքից աչքերից մասնավորապես ասում էր ես քո աչքերից գիտեմ որ դու ստում ես ինձ եւ փորձում էի անմիջապես գնալ ննջասենյակ ասում էր հետ արի գնում էի կանգնում էի իր առաջ ասում էր դե պատմի ինչ է տեղի ունեցել արդեն գիտեր որ բան է տեղի ունեցել պատմում էի ասում էր այստեղ այս հատվածը դու ստում ես իսկ ինչից էր հասկանում կոնկրետ ուզում ես իմանամ էլի ամեն դեպքում հանգարց կարող ամեն դեպքում ասում էր աչքերից ես հասկանում եմ որ դու ստում ես հա ես իսկապես չեմ կարողանում ստել իսկապես շատ ազնիվ եմ ասում չեմ կարողանում ստել ինչ որ մի կետում ես ինքս սպորտկում եմ եւ ասում գիտես ես այստեղ ոնց որ թե այդքան էլ անկեղծ չեմ ես եթե չեմ սխալվում դուք արժե ամենաերիտասարդ падգամավորն եք եթե չեմ սխալվի, այո։ Երևի թե։ Այդ վերաբերմունքը կա, ասենց մեծ ավարի դրսը։ Բայց ոչ իմ գոլեգաների կողմից։ Բամ կողմից։ Հիմա մի բան կասեմ, մհեր, որի մասին առաջի անգամ կխոսեմ, բայց երբեք առիթ չեմ ունեցել այս մասին խոսելու, կարծում եմ ամենապատեհ բանն է այս մասին խոսել։ Ես մշտապես Ես չգիտեմ դա դիմագծերով է պայմանավորված է արտաքին տեսքով, բայց մշտապես կոմպլեքս եմ ունեցել հետևյալի մասով, երբ օրինակ նախկին իմ պաշտոնի բերումով, երբ ավանվարչական շրջանի փոխթաղապետի պաշտոն էի զբաղեցնում, ընդ որում միակ կին պաշտոնյան եմ եղել այդ դիրքում, դիրքավորված, որպես կին փոխթաղապետ, որը նաև մեր հասարակության շրջանում այդքան էլ ընկալելի չի եղել, ինչ ճիշտ է, կին թաղապետ, փոխթաղապետ, կարծես մեր ընկալումները մի փոքր այլ են եղել, բայց կարծես հեղափոխություն տեղի ունեցավ այդ իմաստով, երբ ես հայտնվեցի այսպես ասած այդ դիրքում, մշտապես կարդում էի մեկնաբանություններ, որտեղ ինձ համեմատում էին մսուր մանկապարտեզի երեխայի հետ, այս երեխան որտեղից է հայտնվել, այս երեխան պետք է հաճախեր դպրոց դեռ, այսինքն մշտապես ասոցացնում էին ինձ շատ փոքր տարիքի աղջնակի հետ եւ ես կոմպլեքսներ ունեի Ինչ իմաստով, որ մտավախությունը ավելի շատ ունեի, ավելի շուտ կարելի անունը դնել մտավախություն, ասում էի լավ ինչու են ինձ դիմավորում արտաքինով կամ շատ հաճախ այս ինչ սիրուն աղջիկ է, ինչ լավիկն այն նման մեկնաբանություններ էի կարդում, ասում էի չէ, լավ, բայց այսպես չի լինի, դա արտաքին տեսքը չպիտի դառնա ցուցիչ կամ այսպես ասած այցեքարտ կամ էլ կներեք բառից ֆիշկա, հայերեն այս բանին չեմ հիշում, մի օր կարող է դա աշխատել, 2 օր կարող է աշխատել, լավ 3 օր կարող է աշխատել, բայց 4-րդ օրը ինտելեկտը, մտածողությունը, մասնագիտական կարողությունները, կոմպետենտությունը թակում են դուռը եւ ասում են ոնց որ իմ մասին մոռացել եք։ Եվ ես այդ մտավախությունը միշտ ունեցել եմ, որ ինձ ոչ թե նույնականացնեն, հա, իդենտիֆիկացնեն որպես երիտասարդ, բարետես կամ փոքր աղջնակ, այլ դա ինչ որ մի պահի հաճելի է, ինչ խոսք, բայց իմ հետ խոսալուց հետո կարծել եմ ու կարծում եմ, որ նաև երկրորդ կոմպոնենտը առաջ է գալիս եւ այստեղ միքսվում են։ Հա, այդ լավ է որ ասցի որ հաճելի է, որովհետեւ տենց բան կա, չէ՞, որ շատ հարուստ մարդիկ ասում են դե երջանկությունը փողի մասին, սիրուն մարդիկ ասում են արտաքինը կարևոր չի, բայց միայն սիրուն մարդիկ։ Իհարկե կարևոր բաղադրիչ է, մհեր, բայց ելի եմ ասում, դա կարող է մի օր աշխատել, 2 օր, բայց հետո Չէ, համաձայն չեք, որ շատ դեպքերում հենց նույն արտաքինը եթե վերցնենք, 2 հավասարաչափ արարք 2 մարդու կողմից, եթե այն մի մարդը մի քիչ ավելի բարետես անսոր իրան ավելի հեշտ է ներվում։ Չեք բախվել տենց բանի հետ։ Չէ, երբեք ինքս չեմ բախվել։ Հաճելի մարդկանց գործած ինչ որ սխալ կամ վատ քայլեր կամ չգիտեմ։ Կարող եմ հաճելի դեպքով գնալ եւ ամենաբանուկ հատվածում Բաղրամյան պողոտայում, չգիտեմ, ինչ որ մեկին մոտենամ եւ դրամապանակը գողանամ։ Հա, դե պատկերացեք, դուք դա անեք ու ես։ Եկեք համեմատենք։ Շատ ավելի վատ, եթե ես դա անեմ։ Հաշվի առնելով բայց իմ դեպքում արձագանքը ավելի հաստատ ավելի ես շատ կտուժեմ, քան դուք։ Բայց այստեղ մի փոքրիկ դետալ էլ կա, եւ դուք հանրային, այսպես ասած, մարդ եք, անձ եք, քաղաքացի եւ ես։ Բայց մյուս կողմից ես օրենսդիրի ներկայացուցիչ, այն օրինակը, որ բերցիք, ասում շատ ավելի ծանր կնստի իմ վրա, քան ձեր։ Բայց այստեղ թույլ տվեք մի փոքր չկիսել այդ կարծիքը, որ բարետեսությունը մեղմացնում է
կատարած գործողությունները եւ մի օրինակ էլ ես օրինակ ին վրա բերեմ օրինակը մոտենալով թեկուս ազգային ժողովի ամբիոնին կամ որևէ հարցազրույց տալուց առաջին 10-20 վայրկյանները շատ էսթետիկ կարող է լինել կարող են ասել վայ մեծ նայենք տեսնենք ինչ է խոսում այս աղջիկը 30-րդ վայրկյանին կարծում եմ եթե ասելիք չկա ուղղակի կընդհատեն հերոստա ունկնդիրները պարզապես կընդհատեն եւ չեն ասել ել ենք գալիս իմ ասածին որ ինչ որ միտեղ հա պետք է պահել պետք է բալանսավորել եւ դա միշտ աշխատող գործիք չի կարող լինել ծաղիկները որտեղից անկեղծ ասեմ ծաղիկները իմ օգնականն է առավոտյան բերել այսպես ասած եւ պատճառը դուք եք Սովորաբար իմ մոտ ծաղիկներ չեն լինում, անկեղծ պիտի լինեմ, ես չեմ սիրում ծաղիկներ։ Չեք սիրում։ Չգիտեմ ինչով է դա պայմանավորված, երևի թե մեղավորություն եմ զգում, որ բավարար չափով ժամանակ չեմ ունենում խնամել ծաղիկներ եւ հաճախ նվիրում եմ։ Եթե առիթներ են լինում, մարտի 8, ծնունդ, արդեն իմ մտերիմները գիտեմ, որ իրենք այդ օրը ծաղիկներ են ստանալիս, հնարավորինս փորձում եմ ազատվել այդ ծաղիկներից եւ տանը ունենալ մաքսիմում 1-2 փունջ։ Իսկ ինչ եք սիրում, օրինակ եթե իմանանք ձեր ծննդյան օրն է, ինչ նվիրենք, որ ձեզ հաճելի լինի։ Ոյ, կթվա թե շատ տրիվիալ հարց է, բայց այս պահին չեկավ մի ատրիբուտ, ինչ որ Իսկ դա ասել եք գիրք, որ ծաղիկ չէ։ Չէ, շատ անկեղծ եմ չեմ ասի գիրք, վստահաբար ամենա ուրախացնող բանը չի, որ կասեմ վայ, որ գիրք ստանամ, բայց իհարկե եթե բովանդակային լավ գիրք լինի, վստահաբար կկարդամ, կուրախանամ, բայց Չկա մի բան, որ ձեզ շատ ուրախացնում է միշտ անկախ եղանակից, զբաղվածության։ Օծանելիք երևի։ Օծանելիք։ Չնայած օծանելիք սիրում եմ ինքս գնել, բայց երևի օծանելիքից կուրախանամ։ Հասկացա։ Մի բան էլ խոսենք ու ամփոփենք, ես գիտեմ, որ մենք կարող ենք այսօր թանգարանում նաև զրուցել ԱԺ-ի։ Ազգային ժողովի թանգարանում։ Հա, եթե նայում եք հաղորդումը, երևի բոլոր անկյուններում արդեն եղել ենք այս տարածքի, բայց թանգարանում չենք եղել, հենց որ այնտեղ կզրուցենք։ Կօգտագործենք այդ առիթը։ Աղջիկն է նկարել ձեր։ Նկարը այո իմ աղջիկն է նկարել, հատուկ պատրաստել էր իմ համար, ամրացրել էր հետին հատվածում ամրաշինական աշխատանքներ կատարել եւ մի պատմություն եմ ուզում պատմել, կարծում եմ լսելուց շատ ծնողներ ինքնախոստովանությամբ կզբաղվեն վստահաբար առնվազն մի անգամ երևի թե շատերի հետ տեղի է ունեցել, երբ երեխաները մանկահասակ տարիքում որևէ աշխատանք են ստեղծագործում, նկարում են եւ բերում տալիս են ծնողներին, մի դեպք եղավ, երբ կարելի ասել շատ մեծ աշխատանք չէր, դա շատ փոքրիկ աշխատանք էր իրենից ներկայացնում եւ թեմատիկ աշխատանք էր, եթե չեմ սխալվում այս պահին, ձմեռվա հետ կապված աշխատանք էր ձյունանուր ձմեռվա, իմ աղջիկը պատրաստել էր եւ բերեց, հա, դասապատրաստման process-ի ընթացքում պատրաստել եւ բերել էր տուն եւ իսկապես անկեղծ պիտի լինեմ, որ աշխատանքը պարզապես այնքան շատ է, մենք աշխատանքներ ենք գեներացնում այդ ամիսների ընթացքում, իսկապես տեղ չունենք արդեն դնելու այդ աշխատանքներ, չգիտեմ ոնց ստացվեց, ես մի քանի օր հետո այդ աշխատանքը ուղղակի աղբամանի մեջ էի գցել, մտածելով այդ պահին, որ դե շատ ունենք, այս մեկը կարելի է դեն նետել եւ շատ անհարմար բան ստացվեց, երբ իմ աղջիկը բացելով աղբամանը տեսավ այդ աշխատանքը աղբամանի մեջ եւ այն էմոցիաները, այդ խղճի զգացումը, ամոթը, որ ես ապրեցի, երևի երբեք չեմ մոռանա եւ դրանից հետո կրկնակի ես խնամքով եմ վերաբերվում իր աշխատանքներին եւ երևի դա էլ կարելի ասել դաս էր ինձ համար, որ կան երևույթներ, որոնց երևի թե թերևս պետք է ավելի խնամքով վերաբերվել, ինքը թվում է թե շատ հաճախ թվում է փոքրիկ դետալների մեջ չէ կարևորությունը, արժեքը, բայց հենց այդ փոքրիկ դետալների մեջ է կարևորությունը եւ հենց այս նկարը դրա վառ օրինակն է, որ ընդամենը փոքրիկ թղթի կտոր է, վրան ջրաներկ է, ջրաներկով բնություն է նկարել իմ աղջիկը, բայց ինքը մեծ արժեք ունի եւ իր տեղն է գտել իմ աշխատասենյակում։ Գնանք թանգարան։ Գնանք։
Ստեղ հաստատ չենք եղել ու մենք հիմա կանգնած ենք Շարլ Ազնավուրի մակագրությամբ Մատյանի մոտ ու մենք հասկացանք, որ նույնիսկ ֆրանսերեն իմացող աշխատողները դժվար ընթերնելի է համահեր 1996 թվականին երբ այցելել է Շարլ Ազնավուրը Հուշամատյանում, ազգային ժողովի թանգարանի Հուշամատյանում թողել է իր մաղթանքը, բայց այո, ճիշտ նկատեցիք դուք, այդքան էլ ընթերնելի չէ, բայց վստահ եմ, որ հայ ժողովրդին թողել է իր սրտի Դե հաստատ ինչ-որ լավ բաներ է վստահաբար, այո, շատ բանալ է, որ դրական բաներ են այնտեղ զետեղված։ Մենք նաև մեր դիտողների համար ասենք, որ այս թանգարանում պահվում են արարողակարգային նվերներ, մասնավորապես արարողակարգային նվերներ են, տարբեր ժամանակահատվածներում, հատկապես ազգային ժողովի նախագահների կողմից ստացած նվերներն են, որտեղ իրենց ուրույն տեղն են գտել տարբեր դարակաշարերում, ցուցատախտակներում կտեսնեք տարբեր երկրների կողմից ստացած։ Երկրագնդի բոլոր համարյա երկրներից ինչ-որ մի բան կա, բայց ինչն է հետաքրքիր, մենք մտանք ու դուք առաջին ինչը նկատեցիք, ասեք Գյումրի կարգ։ Ես ուզում էի ձեզ հետ հենց Գյումրից խոսենք մի քիչ, առաջին բանը որ տեսա կարգներ եւ միանգամից ասոցացրեցի Գյումրիի հետ եւ դժվար է այլ բանի հետ ասոցացնել, քան Գյումրիի այցեքարտա է հանդիսանում, երբ մտնում ես Գյումրի հրապարակ, առաջին բանը որ տեսնում ես, իդեպ մի քանի օր առաջ Գյումրիում էի, տեսա, նկատեցի, որ երկրորդ կարգն է ավելացել, նախկինում մեկն էր, հիմա երկուսն են եւ եթե չեմ սխալվում, հայտնի Գրիշը բոլոր գյումրեցիները գիտեն, նաև Կտորմը երկինքը ֆիլմի մեջ եւ տարբեր ֆիլմերի մեջ, որտեղ տարբեր կտորներ կան, որտեղ ֆայտոն կա ինքնա։ Այո, եթե չեմ սխալվում, ինձ գյումրեցի տեղի, հա, բնակիչները ինձ ասացին վերջերս, որ հիմա այդ գործունեությամբ զբաղվում է իր թորնիկը։ Եթե ես ճիշտ եմ։ Հիմա մեր հաղորդման մշտական էջն է եթերում, երբ որ մենք զրուցում ենք որևէ հյուրի հետ, ով մեր մարզերից եւ կա բարբարի հարցնում ենք. երբ եք խոսում Գյումրի բարբարով։ Գրեթե երբեք։ Ինչի՞։ Ընդ որում շատ շոկային էր իմ գործընկերների համար, երբ իմացան, որ ես գյումրեցի եմ եւ դա էլ ինչպես ստացվեց։ Իրական մի փոքր հետ գնանք, երբ Գյումրիի հատ իմ ընտրություններ ունեինք, ես արդեն հասկացա, որ պետք է խոսել նաև այդ մասին, ազգային ժողովում, հարցազրույցների ընթացքում մեր կատարած աշխատանքի մասին, որպես թիմ, իբրև իշխանություն, պիտի խոսել ինչ ենք արել այս տարիների ընթացքում, ինչպիսի արդյունք ենք գեներացրել այդ քաղաքում։ Եվ հարցազրույցների ընթացքում պարբերաբար նշում էի, ես լինելով գյումրեցի եւ այս կտորը լսելով բոլորը զարմացել էին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետը, երբ իմացել էր, որ ես գյումրեցի եմ, շատ զարմացած էր, որովհետեւ եւ մշտապես նշում են, ասում են, ախր չկա մի բառ, որը լսելուց մի փոքր կասկած կհարուցի, գոնե կասկած կհարուցի, որ դու որևէ մարզից ես, որևէ մարզի ներկայացուցիչ ես ազգային ժողովում։ Այ հիմա օրինակ դե ապացուցի, որ Գյումրիից ես, ինչ կանեք, որ ապացուցեք։ Բնականաբար ոչ ծննդականը ցույց տալով, էլի։ Այո, բնականաբար Պիտի ցեզիս եմ ինչ խեք։ Ահա, այսինքն տիրապետում եք։ Իհարկե տիրապետում եմ, բայց ոչ թե իսկապես մհեր, ոչ թե ջանք եմ գործադրում այդ իմաստով, այլ իսկապես ստացվել է, շատ ինտուիտիվ է ստացվել։ 10 տարուց ավել, մոտավորապես 14-15 տարի ես Երևանում եմ ապրում եւ իմ հիշեցի նաեւ մի պատմություն, երբ իմ ռուսաց լեզվի դասատուն, ով իմ դասղեկն էր, ասում էր ես կզարմանամ, եթե դու ընտրես այլ ուղղություն, քան լեզուներն են, որովհետև ասում եմ դու շատ շուտ ես ընկալում լեզուներ եւ խոսում ես առանց ակցենտ ասվածի, ցանկացած լեզու խոսում ես այնպես կարծես այդ ազգի ներկայացուցիչ ես, եւ ես իհարկե չընտրեցի լեզուները եւ ստացվել է, այսպես ստացվել է։ Ուղին ընտրելու հետ կապված ձեր կենսագրականում գրած է, որ ավարտել եք ջազային էստրադային քոլեջը եւ գրած է նաեւ, որ սովորում եք հիմա Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական։ Իրականում չի էլ շեղվել ուղղությունը, Գեղարվեստի ֆակուլտետն է, երաժշտական կրթությունը։ Եկեք սկզբից գանք, ջազային էստրադային քոլեջ։
գնանք շատ ավելի երգում եք։ Իհարկե երգում եմ։ Ջազ։ Ջազ, դրանից առաջ դասական երգեցողություն, երգել եմ նաև կգանք հիմա նաև դրան կգան։ Վաղ տարիքից զբաղվել եմ երգեցողությամբ, եկեղեցում, շարականներ էի երգում Գյումրիում եւ ընդ որում մենք տանը ունեցել ենք երաժիշտներ, իհարկե չեմ տեսել ես իմ հորական տատիկին, բայց նա շատ հայտնի կանոնահարույի է եղել, ում գործիքը թանգարաններից մեկում պահպանվում է մինչ օրս եւ եղել է Գյումրիի համալսարանի ամբիոնի վարիչը երգերաշտության, եթե չեմ սխալվում, այդ դետալների մեջ եւ երևի թե այդտեղից է եկել իմ այսպես ասած ոչ միայն սերը, նաև ունակությունները երաժշտության նկատմամբ եւ մհեր ես կտրուկ փոփոխություն կարելի ասել, շատ ռադիկալ էր այդ փոփոխությունը, երբ քրոջս հետ, ում հետ ավարտում էինք դպրոցը, մենք իդեպ հասակակիցներ ենք, զույգեր ենք, մենք այո, զույգեր ենք եւ մենք պարապում էինք պատմություն առարկաները, համաշխարհային հայոց պատմություն, մենք որոշել էինք, որ պիտի գանք Երևան եւ ընդունվենք պետական համալսարան պատմության ֆակուլտետ եւ ես իհարկե հաշտ չէի այս որոշման հետ, ինչքան էլ որ մայրս երբեք չի խոչընդոտել այս իմաստով եւ երբեք իր խոսքը չի ունեցել մեր որոշումների կայացման հարցում, մասնագիտություն ընտրելու ճանապարհին, թողել է մեզ շատ ազատ, թողել է ընտրել այն ուղղությունը, որտեղ մենք մեզ մաքսիմալ կոմֆորտ ենք զգալու։ Եվ արդեն բոլորը գիտեն, հարազատները, բարեկամ, բոլորը գիտեն, որ ես քրոջս հետ գնում եմ, ընդունվեմ պատմության ֆակուլտետ եւ ես հայտարարում եմ, որ ես գնում եմ այն ուղղությամբ, որով երկար տարիներ զբաղվում էի, իդեպ նաեւ երաժշտական դպրոցներ եմ սովորել, մեկի փոխարեն 2 Գյումրիում։ Եվ հայտարարեցի, որ ես գնում եմ ընդունվեմ ջազ վոկալ բաժինը։ Իհարկե, եթե հիմա հետ ենք նայում, չեմ ստի եւ կասեմ, որ ինչ որ մի չափով փոշմանել եմ այդ որոշման համար, բայց միևնույն ժամանակ չեմ կարող չնշել, եթե չանեի այդպես, գուցե ավելի շատ կզղջայի հիմա, որ այդ ընթացքում չեմ արել այն, ինչ այդ պահին ինձ ավելի հոգեհարազատ էր։ Իսկ հիմա ինչ եք սովորում։ Հիմա շարունակում եմ անկեղծ պիտի լինեմ, զուտ տեղափոխելու մտադրություն ունեմ, հետո տեղափոխվելու նպատակով, այսինքն ուղղությունը փոխելու մի փոքր, իհարկե հիմա գեղարվեստի ֆակուլտետում եմ, բայց առաջիկայում մտադրություն ունեմ փոխել ուղղությունը։ Իհարկե կլինի երևի թե կարիերայի ուղղությունը, թե կարիերայի թե Ուսման ուղղությունը վստահաբար մի փոքր երևի շեղում կլինի առաջիկայում մյուս ուսումնական տարվա ընթացքում։ Այսինքն կարելի ասել որ մենք հայ բեմը կորցրել է Ջուլիետա Ազարյան անունով երգչուհու։ Տենց համարում եք ձեզ, որ եթե գնայք այդ ուղղությամբ կարծում եմ մենակ անկեղծ ես չէ երևի թե որ պիտի պատասխանեմ այս հարցին, բայց կարող եմ պատասխանել հետևյալ կերպ։ Երբ ես հիշում եմ մի պատմություն, երբ լսարաններից մեկում ես այսպես Ռասպևկա ասվածը նախավարժանք էինք կարծես թե ձայնը բացելու համար, ես նստած դաշնամուրի առաջ քննությունից առաջ փորձում էի Ռասպևկա անել եւ լսարանի դուռը բացվեց Ռոբերտ Ամիրխանյան ասաց ով էր նոր այստեղ Ռասպևկանում եւ դա ես էի եւ ինքը զարմացավ որ դասական երգեցողությամբ զբաղվող մարդը կամ նման ունակություններ ունեցող մարդը ընտրել է ջազ ուղղությունը եւ ասաց դու ստեղ ինչ գործ ունես իհարկե այդ ընթացքում նա չէր դասավանդում ինձ հետո նաեւ եղել է մի ժամանակաշրջան, երբ նաև Ռոբերտ Ամիրխանյանն ինձ դասավանդել է եւ նա զարմացած էր եւ ասում էր դու ափսոս չես, դու ինչ ես եկել ջազ վոկալ բաժինը, դու պիտի դասական երգեցողությամբ շարունակեիր քո գործունեությունը։ Այսքանը երևի։ Այդ ամեն ինչ եք թողել եկել ազգային ժողով։ Այս ամենահետաքրքիր կտորն է իրականում ձեր հարցադրման նախ սկսենք այնտեղից որ ես անմիջապես չեմ եկել իհարկե ազգային ժողով նախապատմությունի թե ինչպես եմ ընդհանրապես քաղաքական դաշտում հայտնվել
Դեռ 2015 թվականին եւ դրանից առաջ տարբեր քաղաքական process-ներ ունենք, ինչքան էլ հաղորդման կարծես թե բուն անվանումից շեղվում ենք։ Հա, մենք ուզում ենք այն էությունը, էլի, այսինքն բուն պատճառը, որ մաքսիմալ չքաղաքականացնել մեր խոսակցությունը, երբ տարբեր քաղաքական process-ներ կային, հայտնի վստահ եմ դուք էլ գիտեք, Էլեկտրիկ Երևան, դրան հաջորդող։ Եթե փորձեմ կռայեմ, ուրեմն ակտիվիստ էիք այդ ժամանակ երաժշտի մասնակցում եք։ Այդ ընթացքում կարելի ասել ինձ այդ ճանապարհին իմ ձեռքը բռնել եւ տարել այդ ճանապարհով իմ երջանկահիշատակ ամուսինը, ով շատ ակտիվ, կարելի ասել, ինչպես նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է հանդիսացել։ Նա այդ ճանապարհով ինձ տարավ իր հետ եւ կստեմ որ ասեմ, ես շատ ուրախ էի գնալ ի սկզբանե այդ ճանապարհը, ոչ թե գիտեք մհեր իրական ոչ թե ուրախ, այլ չգիտեի ուր էի գնում։ Հա։ Եվ անկախ ինձանից քայլերս իր հետ տանում էին այնտեղ, ուր ինքն էր գտնվում մշտապես, տարբեր process-ը հետևից եւ ես արդեն ուզած թե չուզած ներգրաված էի այդ իրադարձությունների կենտրոնում էի մշտապես հայտնվում եւ իհարկե եկավ 18 թվականը, որտեղ ես իր հետ իմ ակտիվ մասնակցություն եմ ունեցել այդ process-ներին 19 թվականի 20 թվականի սկզբներին, եթե չեմ սխալվում, մի փոքր երևի թե կլղոզեմ ժամանակաշրջանը, ստացա առաջարկ այդ ընթացքում նոր ձևավորված ներդրումների աջակցման կենտրոնը, որը վարչապետի հանձնարարականով էր ստեղծվել, կենտրոնը պիտի խթաներ եւ ներգրավեր Հայաստանի Հանրապետությունում ներդրումները, ոչ միայն տեղական, նաեւ օտարերկրյա։ Եվ այդ բլոկում ստանձնել եմ ես արտահանման միջոցառումների բոլոր իմաստներով միջոցառում, այնտեղ շատ մեծ էր այդ գունապնակը արտահանման միջոցառումների պատասխանատուի դերն եմ ստանձնել եւ այնտեղից սկսվել է ամեն ինչ։ Տեսեք, դուք այդ կենսագրականում էլ կա ձեր այդ ամեն ինչը, դա հասկանալի է, բայց սկիզբը այդտեղից է սկսվել։ Սկիզբը տեղից է գալիս։ Ու դուք հասկացաք, որ սա ձեզ գրավում է ավելի, քան ջազը, երաժշտությունը։ Ես հիմա ասեմ ձեզ, մհեր, ես հիմա էլ եմ զբաղվում դրանով, կարելի ասել։ Ես մշտապես իհարկե ոչ հրապարակային, նեղ մեր շրջանակներում ընկերական երգում եք։ Գուցեև ստացվի ես երգեմ, այո, գործընկերների հետ երբ հավաքվում ենք, իհարկե դա նորություն չէ։ Ես ինչ որ մի չափով իհարկե չեմ թողել այդ ամեն ինչը, բայց իմ բուն աշխատանքային process-ը, եթե շատ հետ ենք գնում ժամանակագրական առումով, սկսվել է 15 թվականից։ Ես կառաջարկեմ մեր զրույցը ամփոփենք դրսում, որովհետև շատ լավ եղանակ է, հա, այդպես ամփոփիչ մի հատ էլ հասկացամ ու ձեզ չենք խանգարի։ Գնացինք։ Տիկին Ազարյան, շատ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Վերջում ուզում եմ ասած երաժշտական փակենք, որպես երաժիշտ, երգչուհի, մեզ ասեք, չգիտեմ, այսօր երեկոյան ինչ միացնենք, լսենք տանը։ Sting Shape of My Heart։ Ինչի։ Ինձ երբ հարցնում են քո ամենասիրելի երաժշտական ստեղծագործությունը, դա շատ ստատիկ մնացել է, իսկապես իմ ամենասիրելի ստեղծագործությունն է, որը իր ուրույն տեղ ունի, այսպես ասած, երգադարանում, եւ Իսկ ինքը Լեոն ֆիլմից է եկել, թե մինչև։ Չէ, մինչ դա ամենասիրելի ստեղծագործությունն է, որը անփոխարինելի է, ինչքան էլ կան նորերը, անգամ եթե նույն երաժիշտը, նույն կատարողի մեկ այլ երգ դնեմ համեմատության մեջ, վստահաբար անփոխարինելի է։ Այդ խորհուրդ կտայի լսեիք։ Շատ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։